Հեռուստադիտողներին շատ շուտով հետաքրքիր անակնկալ է սպասվում «Գոյամարտ» հեռուստասերիալն արդեն մինչև եթեր դուրս գալը հասցրել է դառնել ամենաքննարկվող նախագծերից մեկը հայկական հեռուստադաշտում։ Սերիալը ձևավորվում է ոչ պարզապես որպես հերթական հեռուստապատմություն, այլ որպես գաղափարական, հոգեբանական և դրամատիկ մեծածավալ նախագիծ, որը հավակնում է նոր խոսք ասել հայկական սերիալարտադրության ոլորտում։ Սերիալի անվանումը «Գոյամարտ» ինքնին կրում է խորքային շերտեր, այն խոսում է պայքարի մասին ոչ միայն ֆիզիկական, այլ նաև ներքին, հոգեբանական, արժեքային։ Սա պայքար է ինքնության, հիշողության, արդարության, ընտանիքի, անցյալի և ներկայի միջև։ Այդ գաղափարը դառնում է սերիալի հիմնական առանցքը և թելադրում է ինչպես սյուժետային զարգացումները, այնպես էլ կերպարների ճակատագրերը։ Սցենարի հեղինակը Դիանա Գրիգորյանն հայտնի է իր խիստ մոտեցմամբ պատմության նկատմամբ։ Նրա համար սյուժեն միջուկ է, առանց որի ոչ մի նախագիծ չի կարող գոյատևել։ «Գոյամարտում» ևս շեշտը դրված է պատմության ուժի վրա, այստեղ չկա մակերեսային բարին ու չարը, կերպարները բարդ են, հակասական, հաճախ կանգնած են բարոյական ծանր ընտրությունների առաջ։ Հենց այդ իրականությունն է, որ սերիալը դարձնում է հավատալի և մոտ հեռուստադիտողին։ Նկարահանումները ընթանում են լարված ռեժիմով, օր ու գիշեր, դրանք սկսվել են վաղուց, դեռ այն ժամանակ, երբ սերիալի մասին գրեթե ոչինչ հայտնի չէր հանրությանը։ Սա խոսում է նախապատրաստական խոր աշխատանքի մասին՝ սցենարից մինչև կերպարների կառուցում, լոկացիաների ընտրություն, դերասանական կազմի ձևավորում։ Յուրաքանչյուր մանրուք մշակվում է մեծ ուշադրությամբ, նպատակ ունենալով ստեղծել ամբողջական և ազդեցիկ պատմություն։ «Գոյամարտն» առանձնանում է նաև իր դերասանական կազմով։ Սերիալում ներգրաված են ինչպես փորձառու, սիրված դերասաններ, այնպես էլ նորահայտ անուններ։ Դավիթ Հակոբյանի, Կարո Հովհաննիսյանի, Անի Մեհրաբյանի մասնակցությունն արդեն իսկ խոսում է նախագծի մասշտաբի մասին։ Կարո Հովհաննիսյանի դեպքում հատկապես մեծ են սպասումները, քանի որ նա նախկինում Դիանա Գրիգորյանի նախագծերում հանդես է եկել գլխավոր դերերով, և մեծ հավակնությամբ «Գոյամարտում» ևս նրան սպասվում է առանցքային դեր։ Առանձնահատուկ հետաքրքրություն է առաջացնում նաև սերիալի կառուցվածքը։ Առաջին սերիան ըստ ակնարկների սկսվելու է անցյալի հիշողություններով, ցույց տալով այն իրադարձությունները, որոնք տարիներ անց դառնալու են ներկայի կոնֆլիկտների պատճառ։ Ժամանակային անցումները, հուշերն ու իրականությունը միաձուլվելու են, ստեղծելով բազմաշերտ սյուժե, որտեղ յուրաքանչյուր դետալ կարող է ունենալ կարևոր նշանակություն։ Սերիալի շուրջ ինտրիգը պահպանվում է նաև սոցիալական ցանցերում։ Պաշտոնական էջում հրապարակվող յուրաքանչյուր փոքր ակնարկ դառնում է քննարկման թեմա։ Նույնիսկ այն հայտարարությունը, որով մարզված տղաներ էին փնտրում նկարահանումների համար, բազմաթիվ ենթադրությունների տեղիք տվեց՝ արդյոք սերիալը կապ ունի պատմական կամ ազգային թեմաների հետ։ «Գոյամարտը» նաև փորձում է վերաիմաստավորել սերիալի դերը ժամանակակից հեռուստադիտողի կյանքում։ Սա այն տեսակն է, որը չի պարտադրում միայն դիտել, այլ ստիպում է մտածել, քննարկել, վիճել, համաձայնվել կամ չհամաձայնվել։ Այն հարցեր է տալիս, որոնց պատասխանները միշտ չէ, որ միանշանակ են։ Շատ շուտով Armenia հեռուստաընկերության եթերում սկսվող «Գոյամարտը» խոստանում է դառնալ ոչ միայն ռեյթինգային, այլ նաև հիշվող նախագիծ։ Սա սերիալ է պայքարի մասին, բայց այդ պայքարը յուրաքանչյուրի ներսում է, և գուցե հենց այդ պատճառով էլ այն կարող է դառնալ շաբթերի սեփական պատմության արտացոլումը։ Պայքարը սկսվում է էկրանին, և «Գոյամարտը» պատրաստ է այդ պայքարին։ Եվ հենց այդ պայքարն է, որ «Գոյամարտ» սերիալին տալիս է իր հիմնական շունչն ու ներքին լարվածությունը։ Սերիալը կառուցված է այնպես, որ յուրաքանչյուր սերիա ոչ միայն առաջ է տանում սյուժեն, այլ նաև խորացնում է կերպարների ներաշխարհը։ Այստեղ գործողությունները չեն զարգանում պատահականորեն, ամեն որոշում ունի իր գինը, ամեն քայլ իր հետևանքը։ Հեռուստադիտողն աստիճանաբար սկսում է հասկանալ, որ «Գոյամարտում» չկա հեշտ ճանապարհ, չկա պարզ լուծում։ Ամեն ինչ ձեռք է բերվում պայքարի միջոցով։ Կերպարների փոխհարաբերությունները լինելու են բազմաշերտ՝ ընտանեկան կապեր, կոտրված հարաբերություններ, չասված խոսքեր, տարիներ շարունակ պահված գաղտնիքներ, այս ամենն աստիճանաբար դուրս է գալու մակերես։ Սերիալում մեծ տեղ է տրված սերունդների բախմանը, ավագների անցած ճանապարհի և երիտասարդների
ընտրությունների միջև։ Այդ բախումը հաճախ դառնալու է ցավոտ, բայց անհրաժեշտ ճշմարտությունը բացահայտելու համար։ Գոյամարտը չի խուսափում բարդ թեմաներից, այստեղ խոսվելու է նաև մեղքի, պատասխանատվության, ներման և հիշողության մասին։ Անցյալը սերիալում երբեք չի մնում անցյալում, այն մշտապես վերադառնում է, հիշեցնում իր մասին և պահանջում պատասխան։ Այդ մոտեցումը սերիալին տալիս է խորություն և ծանրություն, որը հազվադեպ է հանդիպում հեռուստասերիալներում։ Տեխնիկական առումով ևս նախագիծը ձգտում է նոր մակարդակի, նկարահանման լեզուն ավելի կինեմատոգրաֆիկ է, կադրերը մտածված, երաժշտական ձևավորումը նախատեսված է ոչ միայն ուղեկցելու, այլ նաև պատմություն պատմելու համար։ Դերասանական խաղը գոյամարտում լինելու է սերիալի ամենամեծ հենասյուներից մեկը։ Փորձառու դերասաններն իրենց փորձով ու կշռով ուժեղացնում են պատմություն, իսկ երիտասարդները բերում են թարմ էներգիա և անկեղծություն։ Այդ համադրությունը ստեղծում է հավասարակշռված միջավայր, որտեղ յուրաքանչյուր կերպար ունի իր տեղը և նշանակությունը։ Հատկապես կարևոր է այն, որ սերիալը չի փորձում հաճոյանալ բոլորին, այն ընտրում է իր ճանապարհը, գիտակցելով, որ իսկական պատմությունը երբեմն պետք է անհարմար լինի, և հենց այդ համարձակությունն է, որ կարող է գոյամարտը դարձնել հիշվող ու քննարկվող երկար ժամանակ։ Ժամանակի ընթացքում սերիալը խոստանում է ավելի խտանալ, ավելի մռայլ դառնալ, բացել նոր շերտեր և անսպասելի ուղղություններով զարգանալ։ Այնինչ առաջին սերիաներում թվում է պարզ, հետագայում կարող է ամբողջությամբ փոխել իր նշանակությունը։ Գոյամարտը պատմություն է, որը չի շտապում բացահայտվել, այն պահանջում է համբերություն, ուշադրություն և ներգրավվածություն, բայց փոխարենը տալիս է մի բան, որը միշտ է գնահատվել՝ ճշմարիտ պայքարի պատմություն, և այս պայքարը դեռ նոր է սկսվում։